Ահա, ես մինչև հիմա զարմանում եմ, թե ոնց էինք անտեսել այդ հրաշք կարի մեքենան մի անկյունում գցած։ Ձեր արերից, հրացյալս ընկնի։ Ընտանիքը, սերն ու արվեստը մեկ բեմում։ Հանդարտ մշակութային այգում կայացավ մեր Կարմիր կանաչ տունը տրագիկոմեդիայի պրեմիերան։ Ներկայացման հեղինակն ու պրոդյուսերը Տիգրան Գյուլումյանն է, բեմադրիչը Արթուր Սարիբեկյանը։ Հումորային եւ դրամատիկ դրվագների համադրությամբ ստեղծագործական թիմը մեկ ընտանիքի պատմության միջոցով անդրադառնում է այսօրվա իրականությանը բնորոշ խնդիրների տարբեր շերտերին։ Ես կարծում եմ յուրաքանչյուր հանդիսատես այստեղ ինչ որ մասով կտեսնի իրեն։ Սա մի գործ է, որը առօրյա է, այսօրվա է։ Ամեն մեկը մի բան տանելու է իր հետ համոզված եմ։ Գլխավոր դերերում ամուսիններ Ջուլիետա Ստեփանյանն ու Սամվել Բաղինյանն են։ Հատուկ նրանց համար գրված պիեսում դերասանները կերտում են հայ ընտանիքի մոր եւ հոր կերպարները։ Դերասանական կազմում են նաեւ Իշխան Ղարիբյանը, Արուս Գրիգորյանը, Անի Պետրոսյանը եւ Տիգրան Գյուլումյանը։ Դերասանների խոսքով ներկայացման հերոսները հավաքական կերպարներ են, որոնցում շատերը կարող են տեսնել սեփական ընտանիքի կամ շրջապատի պատմությունները։ Շատ գեղեցիկ պատմություն է ընտանեկան երեխաների եւ ծնողների հետ կապված։ Իմ կերպարը դա այն մայր հնդկահավնա, որը իր թևերի տակ ուզում է պահի ամբողջ ընտանիքը եւ երեխաներին եւ ամուսնուն։ Ու ընդհանրապես դու ես ինձ ստիպել ընտրություն անել, ու ես ընտրեցի ապրելը, ու եթե ձեր համար ապրելը մեղք է, ուրեմն հա ես մեղավոր եմ։ Մեր ներկայացման հերոսները ամեն մեկը առանցին վերցրած հերոս չի։ Ինչ որ մի հասարակության մի շերտի, ինչ որ մի սերնդի հավաքական կերպարներ են։ Ներկայացումը երկար կյանք կունենա, որովհետեւ իսկապես շատ ազնիվ ենք աշխատել ներկայացման վրա։ Երկու գործողությամբ ներկայացումը զարգանում է արագ ռիթմով, հանդիսատեսին տեղափոխելով տարբեր իրավիճակներ, որտեղ անընդհատ փոփոխվում են մարդկային փոխհարաբերությունները, զգացմունքներն ու ընկալումները։ Բեմում ծավալվող պատմությունը հնարավորություն է տալիս անդրադառնալու սերունդների միջև երկխոսությանը, ծնող-երեխա բարդ հարաբերություններին, պատերազմի ու կորստի ցավին, ինչպես նաև հայրենիքից հեռանալու եւ հայրենիք վերադառնալու թեմաներին։ Շատ մեծասելիքով, շատ հետաքրքիր, բազմաթիվ թեմաներ միահյուսված, այսօրվա հետ բռնող եւ այս ամեն ինչը մի ներկայացման մեջ Տիգրանը կարողացել է շատ հետաքրքիր ձևակերպել եւ անել դա նաեւ հումորով։ Թող գան նայեն ներկայացումը եւ վստահ եմ, որ յուրաքանչյուրը կտեսնի իրեն, որովհետեւ երբ մենք աշխատում էինք գործի վրա, մենք հասկանում էինք, որ այն ամեն ինչ որ կա, մենք մեր ընտանիքներում դա ապրել ենք։ Իմ դերը այս ներկայացման սյուրպրիզն է, որ հանդիսատեսը գա նայ, կհասկանա թե ինչ եմ այդպես ասում։ Իմ կարծիքով ներկայացման հիմնական ասելիքը հետեւյալն է, որ ոչ մի բարի արած գործ տիեզերքում չի կորչում։ Հանդիսատեսի համոզմամբ ներկայացումը հաջողությամբ համադրում է հումորն ու դրամատիզմը, թույլ տալով յուրովի ընկալել ներկայացման բազմաշերտ ասելիքը, որտեղ հատկապես ընդգծվում է հայրենիք վերադառնալու ուղերձը։ Եվ հուզական, եւ ոգևորիչ, եւ հայրենական մեծ կարոտ, կանչ, շատ հաճելի էր, խորիմաստ ու հուսով ենք, որ այսպիսի բացօթյա ներկայացումները շարունակական բնույթ կկրեն եւ մենք եւս նորից կմասնակցենք։ Ստեղծագործական թիմը վստահ է, տրագիկոմեդիան բեմական երկար կյանք կունենա, շարունակելով միաժամանակ եւ հուզել եւ զվարճացնել հանդիսատեսին։ Մարինե Զոհրաբյան, Ռոբերտ Գրիգորյան, Հորիզոն։